քանի որ այդ եթեները պահված չի եղել, ու վդագոնք ու ասենք գոնը եղել է գերանկազմակերպ վիճակ, դա արդեն ես անձամբ կարող եմ եղել է քանդող գործողություններ, իսկ քանդող գործողությունները որոնք են, դա քաղաքական ղեկավարությունը ռազմական գործողությունների, դա քանդողը, ու դա իմ հետ էլ ա եղել։ Ես ուրեմն երբ որ թուրքերի աջակցություններից ես Քարվաճառում եմ նստած գումարտակով կամավորականներից 44 օրյայի ժամանակ Կարմիր շուկա չեք եղել դուք։ Կարմիր շուկա հայտնվեցինք դրանից հետո։ Ուրեմն Քարվաճառ ենք նստած ենք ոմայի սեփականությունում եւ իմ անձնական սեփականությունում։ Ես այդ հող էի առել իմ համար եւ ոման էր մեծ տարածք առել Ջոմարտ գյուղը։ Մենք այնտեղ նստած ենք եւ անում էինք դիվերսիոն, հակադիվերսիոն դարանակալման գործողություններ էինք անում, հակադեսանտային դարաններ էինք կազմակերպել կորպուսի հրամանատարի բնականա ցուցմունքով, որտեղ մենք երկրորդ բանակային կորպուսի ռեզերվային գումարտակն էինք։ Երբ որ ճղեցին, ասենք, թուրքերը մեր գիծը ջրականում եւ ես ընդեղից ոմայում պարապած տղաները, որոնք որ ընդեղ էին կռվում, իրանցից հեռախոսազանգ ունեցա մի կերպ ու իրանք ասեցին մենք համարյա Լաչին ենք հասնում ու Թուրքիա մեզանից մի քանի կիլոմետր է հետ ընկած, ես հասկացա, որ կարա Լաչինի պրոբլեմ առաջանա եւ գերխնդիր է դառնալու Քարվաճառ Վարդենից ճանապարհի պաշտպանությունը մի քանի հոգի վերցրեցի շտաբից գնացինք կարճ ասած սկսեցինք Լաչինի ուղղության վրա տեղ փնտրել, որտեղ հենակետ էր կառուցենք, որ եթե հակառակորդը վերցնի Լաչինը, Բերձորը, մենք կարողանանք իրան կայնացնենք հեռու եւ մի քանի գիծ կազմակերպենք դիմադրության, թույլ չտանք, որ գան փակեն նաեւ Քարվաճառի ճանապարհը, որ Քարվաճառ ճանապարհը արդեն փակելու դեպքում իրոք շրջապատման մեջ էր հայտնվում այն խմբավորումը, որը Արցախում կռվում էր։ Մինչև Քարվաճառի ճանապարհ փակելը Լաչինը կրակի տակ պահում են, չեն պահում, ոչ մի շրջապատում էլ չկար։ Եվ այդ խնդիրը, ասենք, պետք է ես լուծեի, որովհետև ես եմ այդ տարածքում կանգնած։ Ես կանգնած էի Բերձոր, թուրքահասում Լաչին, Քարվաճառ ճանապարհի վրա 94 կիլոմետր երկարությամբ։ Մոտավորապես դից մի 40 քանի կիլոմետր ենք գնացել եմ բան եմ անում եւ քաղաքական ղեկավարությունը ինձ փորձեց ստիպի, որ ես այդտեղից դուրս գամ, որովհետեւ դա իմ գործը չի։ Տիպետի խորը թիկունք ա դու դե ինչ ես անում։ Զայլա չկար բացադրելու ոչ Հարայկին, ոչ Քարվաճառի մարսպանիկին։ Հետագայում իմացել եմ նման տիպի գործողություններ եղել է միջամտություններ եղել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավից։ Դա դժվար թե Արայիկի հիանով գնար։ Դա մեծագույն սխալ է, երբ որ քաղաքական թեկուզ ռազմաքաղաքական վերնախավը միջամտնում է գլխավոր շտաբի գործերի մեջ։ Փախչելու տեղ չկա։ Բաժանորդագրվիր եւ իմացիր ավելին։